Միգնա քեզ բան հարցնեմ, վայ գիտի բլբուլը։ Դե ճակատագրի հետ միշտ էլ ես իմ վեճը ունեմ, ցանկացած մարդ ինչ-ինչ բաներ եթե թերի է լինում, ինքը ուզում է ավելին հասնի, միշտ էլ անքննելի են Աստծո գործերը, բայց ինչի համար ես պետք է ասենք իմ չնչին բաներ կա, որ կարող էի թեկուզ հենց տրանսպորտ նստել, գնալ սովորել ու հիմա իմ աշխատանքը ես կունենայի, ես շատ պահանջարկ կունենայի։ Այդպես չէի նստի ձեռքերս ծալած, ես սիրում եմ աշխատել, փող ստանալ։ Այդ թոշակը, որ տալիս են կամ թեկուզ նպաստը տալիս են, ես շատ հոգով ցավ եմ ապրում վերցնելուց, բայց չեմ կարող ապրեմ առանց դրա։ Փաշյան Զեփյուրն եմ, 65 տարեկան եմ, ծնվել եմ Աղելքալակի Զակ գյուղում, հիվանդացա, այդ կոչվում էր օսպա հիվանդությունը, ծաղիկ 58-ից 60 թիվը տարածվել էր, ու ես այն հրաշքներից մեկն եմ, որ փրկվել եմ, միլիոնավոր կորուստներ են եղել, երևի մարդկությանը շատ պետք եմ եղել, չգիտեմ, դրա համար եմ փրկվել, ծնվել եմ շատ սիրուն կապույտ աչքեր եմ ունեցել, խոշոր, հետո այդ հիվանդությունս, որ 2 ամսեկանում հիվանդացել եմ, դե տարան Օդեսա արդեն խփեց աչքերիս մեջ այդ ծաղիկը, տարան Օդեսա մերոնք, ասեցին 5 տարեկանում կբերեք, հետո նյութականի պատճառով չտարան, բայց դժվար փրկեին, մնացորդային տեսողություն ունեի, արևը, գույներ հիշում եմ, ծաղիկների ամեն ինչը, մենակ մարդկանց դեմքերը չեմ տեսել, այդքան չի եղել տեսողությունս, գույները տպավորված եմ, արևը, աստղերը, լուսինը, կանաչը, ասենք գետնի սենց համեմատել եմ, կամ արևը, որ ընկնում սառույցի վրա ճառագայթները, ինչ գույն ա լինում, ինչ ա լինում, այդ ամեն ինչը ֆիքսել եմ ու իմ ուղեղը հիշում ա, ոնց էր աչքս ծակում, այդ ձախ կողմի աչքս տեսել ա, հետո խփեցին միամիտ աչքիս դպրոցում, դե բոլորն էլ կարճատես կամ չտեսնողներ էլի ա, էլի, ասենք դիտավորյալ չեն արել, ու լրիվ կորցրեցի, վիրահատվեցի, հեռացրին աչքս։ Վեց տարեկանից եկա Երևանի գիշերօթիկ դպրոց պապիկս բերեց, հաղորդումներից լսել էր, ծնողներից համոզել էր, չէին պատկերացնում, աման ասում էր ախր չտեսնող ոնց կմնա առանց ինձ, բայց հետո պապիկս որ գնացել նորից պատմել էր, ասել էր ես տեսա գիշերօթիկի պայմանները, տեսա այդ ոնց են այդ դասիրակները, հոգեբան դասիրակներ ունեինք մենք շատ կիրթ, ներվային համակարգդ խախտվում ա, որ չես տեսնում, ամեն ինչ կարող ես անել, բայց թևերդ կապած են, ասենք ուզում էի ավարտելուց հետո ընդունվեի, բու ընդունվեի, ես շատ լավ եմ սովորել ռուսերեն, անգլերեն, ուզում էի ընդունվեի, ասացին, բա ոնց կլինի, մենք աշխատում ենք, ոնց կտանենք, կբերենք, դե ուզում էի Բրյուսովի ինստիտուտ ընդունվեի, անգլերենի ֆակուլտետ հատկապես, այդպես, բայց հետո ընդունվեցի երգչախումբ, փառք Աստծո, թեկուզ կոնսերվատորիայի չընդունվեցի, երգչախումբ ընդունվեցի, կանչե կառուն, կանչե, քանի գարուն է, կոմբինատը աշխատում էր, գործում էր այն ժամանակ, դե մի տարի աշխատեցի տնայնագործ, հավաքում էի բան, շտեպսելների համար կոնտակտներ էի հավաքում, հետո երգչախումբը պլյուս արդեն ընդունեցին, 76 թվին բացվեց, 77 թվից հենց ավարտեցի ու մտա երգչախումբ աշխատելու ընդունեցին միանգամից, հիմա ցավոք հովանավորներ քիչ կան, մենք հովանավորի կարիք ունենք երգչախումբը, հիմա մենք տարին 2 համերգ ենք տալիս կամ 3,
ուրիշ աշխատանք չունենք, այդ համերգներն էլ 30,000 դրամ, ոնց որ տարեկան այդ 60,000-ը ստանում եմ։ Տեսնում եմ, որ մաման գործում է գուլպաներ, ինքը որ ցած էր դնում, գնում էր ինչ-որ գործանելու, ես ուսումնասիրում էի, հələ մեկ-մեկ էլ հատերը թափում էի, ձեռք տալուց, ինքը գալիս այրանում էր, հետո ուղում էր, նորից շարունակում էր, ասում էի, ահա, ուրեմն ես էլ կկարողանամ։ Սկզբից կարելու համար էի կռիվ տալիս, փոքր ժամանակ, 6 տարեկանում մի հատ չիտ կտոր վերցրի խաղալով, ամբողջ օրը մամային ասեղը թելի, ես կտրվում էր, նորից թելում էր, նորից կարում էի կտրվում, ամբողջ օրը չարչարվեցի, բայց այդ տոպրակը կարեցի, շատ լավ, կարեցի, ասի դե որ կարողանում եմ, ուրեմն գործելներ սովորեմ, հետո տենց մեծ փետուրներ էի վերցնում, սագի փետուրներ, այդպես փորձում էի թելով վրան գործեմ, հետո ուզեցի, մաման ասում էր չես կարողանա, ջղայնանում էր, ես էլ տենց փոքրիկ այլումինից լարեր գտա, մալուխներ, որ ասում կճե լարեր ավել շուտ կարում ասել, դե կտրեցի 5 հատ, իբր թե ուզում եմ գործեմ, գուլպա եմ ուզում, հատ եմ գցում, չգիտեմ ինչ, հետո ցած դրեցի, ասել չեմ կարողանա, հետո 9-րդ դասարանում իմացա, որ դպրոցում եկել են ունեինք Զվարթ անունով կին, նա ինքը գործում էր էլի շատ լավ, ինքը խմբակ էր բացել, դպրոցից տարան նաև աշակերտներից մի քանիսին, ընտրյալներին, ովքեր որ շատ էին ուզում գործել սովորեին, հետո որ եկա դպրոց ինձ ասին դու արդեն ուշացել ես, տեղ չկա, որ դու ընդունվես, ասի լավ, ես ձեզ կտամ կանցնեմ, իրանք սովորել էին, հիմա իրանք չեն գործում, բայց ես գործում, հետո մաման սովորացրեց, տատիկը սովորացրեց, հորաքույրս գուլպա սովորացրեց, ընկերուհուցս սովորեցի ռեզին գործել, տակյայիս ռեզինները գործելը իրանից եմ սովորել, ես իմ գործած ժակետով եմ հիմա ես նստած, իմ գործած ժակետն եմ հագել, նախշերով ամեն ինչով, այսպես ձեռքով զգում եմ, քանի հատ գցեմ, ոնց անեմ, գումարը իմ այդ թոշակից մի քիչ հետ եմ գցել, ասենք առել եմ այդ թելերը, գործել եմ, թելերի ինքնարժեքը էլի եմ ասում, շատ բարձր է, առնելը դժվար, կուզենայի ինքս թեկուս հայթայթել գտնել, եթե գումարային ինչ-որ խնդիր լուծվեր, ես մեծ սիրով տարին կլոր կգործեի, թեկուս ամռանը կգործեի, որ ձմեռը ես պատրաստի հանձնելու բան ունենամ, մի անգամ եղել է, մի 7-8 հատ շարֆ վաճառել եմ, խանութին հենց տվել եմ, ու վաճառել են, գումարս տվել են, որ թեկուս խանութը ինչ-որ վերցներ, մի պատվեր տային, ասեին, ես ինչ կազմակերպության, ասենք, ես ինչ բանը պետք է գործի տուր, թեկուս գումարով, տենց արել եմ մի անգամ, 10 հատ ժիլետ գործեցի, ուզել էին, բայց չեմ հիշում, որ հիմնարկություններ, տարան 10 հատ գործեցի, իրանք թելը տվեցին, ես գործեցի տարան, հատի 2000 դրամ վճարեցին, նորից սովորական ժակետ է, որ պտի կարեմ, հլի ինքը կիսատ է, ուսերն եմ կարել, մենակ, էսի հարցիկ սա խնդրել, առելա, թելը ես գործում եմ, ես պտի կարեմ, 21-րդ դարում ենք, չտեսնողների համար անհաղթահարելի բաներ արդեն քչանում են, եթե կարողանայի նոր հեռախոս գնել, կմտնեի այդ ծրագրերի մեջ ու շատ բան ավելի հեշտ կլիներ, կսովորեի, ձայնային ծրագիր է ինձ պետք, որպեսզի կարողանամ օգտվել այդ ամեն ինչից, սովորեմ, նախշերը սովորեմ, Առաքելություն Հայաստան ընդգրկվել եմ 5 տարի առաջ, ու մեր զինվորների համար մանավանդ արդեն պատերազմն է սկսվել էր, ասի ես կարող եմ ձրի նստեմ, գուլպաներ գործեմ, ժիլետներ գործեմ, ինչ որ պետք է,
գլխարկներ, փակ գլխարկներ էլ եմ գործել այն ժամանակ։ Որ ասեցի կարող եմ անել, ասեց կարող ես, ուրեմն մենք թելեր ստանում ենք, մենք ձեզ կաջակցենք, կտանք, դուք էլ մեզ կաջակցեք, ասի խնդիր չունեք։ 40-50 կիլո թել մենակ իրանց տված թելերն եմ գործել, հետո դադարեց այդ թելերի հոսքը իրենց մոտ, ես էլ եմ իհարկե հայթայթե տարբեր տեղերից, մաշած ասենք սվիտեր կա, տեսքը պետք է մի քիչ նոր լինի, էլի որ քանդես նորմալ թել դուրս գա։ Քանդել եմ, այդպես գործել եմ գուլբաներ եւ այլն։ Զինվորների համար։ Հիմա էլ որ հիշում եմ, պատկերացնում եմ, որ իմ գուլբաներով կամ իմ դրա գործած գլխարկը զինվորը դրել է կամ իմ գործած ջիլետը հագել է, սարերում պայքարել է ցրտի դեմ ինչ որ չափով։ Փոքրիկ ինչ որ լումա եմ ներդրել, ես կասեի, չնայած մարդիկ կարող կողքից ասեն, օ, չտեսնող, գործել ես, գիտես, դա ինչ մեծ չէ։ Այդ իմ կարեցածի չափին շատ չնչին բան է, որ ես կարող էի անեի իրանց համար։ Ու ես հուզվում եմ, որ իմանում եմ, ուրախանում եմ, փառավորվում եմ, որ կարողանում եմ։ Ես ինքս զավակ չունեմ, պատկերացնում եմ, որ նրանք բոլորն էլ իմն են։ Կներեք ուզվեցի, շատ զգայուն եմ դարձել, երևի տարիքից։ Շատ լավ հանգստացեք։ Մեր Արաքս գետը ոնց կուզեի տեսնեի, մեր Ղարաբաղը ոնց կուզեի տեսնեի, մեր ամբողջ մեր Հայաստանը ոնց կուզեի տեսնեի։ Մենք ձայներով ենք ապրում, մենք այստեղ նստած լինեմ, խոհանոցի մի հատ գտալ ընկնիկ, իմանամ, որ գտալ ընկավ։ Նու աման ընկնիկ իմանամ ինչ կոտրվեց կոնկրետ, կամ ճաշը դնում եմ, ձայնը լսում եմ, արդեն գիտեմ ճաշը ինչ վիճակում է, ինչ սկսեց եռալ։ Հեսա կամ թափով կաթը դրել եմ, հեսա բարձրանը թափով գնում եմ գազի մոտ։ Դե տեսողություն չունենալու պատճառով շատ ես նեղվում, ինչ-ինչ հարցերում։ Օրինակ հիմա ես գործում եմ, չէ, ենթադրենք։ Այն տեսնողը ամսագիրը կնայի 1000 ձևի ձևվածքներ կտեսնի։ Ես ինչքան նախշեր որ սովորել եմ, ոնց որ տեղում դոփում եմ։ Մեկ թե մի տեղից պոկեմ ինչ որ մի նախշ սովորում եմ, թե չէ։ Այդպես ոնց որ ոչինչ, բայց ինչ որ պետքա գործում եմ։ Յասամանի գույն եմ սիրում։ Շոր ունեցել եմ շատ սիրուն ջահել ժամանակ յասամանի գույնի մազերսը երկար, շպիլկա կրունկներով կոշիկներ ունեի, հագնում էի ու շատ լավ էի մանգալի էլի այդ կրունկների վրա, սիրում էի, համերգների էի գնում դեն։ Շրթներ եմ օգտագործում համերգների ժամանակ, մեկ էլ մի քիչ սենց կարմրացնող էլի, սենց թշիկների, այտիկների, մի փոքր կսում են աղջիկները, թե ես կարիք չունեմ, ինքս դեմքս չեմ սիրում շպարվել։ Դե սիրում եմ, սիրուն շորիկներ հագնեմ, դուրս գամ, ունեմ էլ մի երկու հատ պահել եմ տենց անկյունում, որտեղ եմ գնում, լավ տեղ որ գնում եմ, հագնում եմ, արծաթյա զարդեր ունեմ։ Ես մյուս մատանի ես եմ գնել, նոր եմ գնել, իրա տեսքը, իրա ամեն ինչը, նամիտով սիրում եմ, սենց լայն կալցո եմ դրել, գնել եմ էլի։ Աջր հավաքի։ Մենակ մնացի, 2 տարի արդեն, 20 տարի միասին էինք, էպում էի, անում էի, դնում էի, շատ երջանիկ զույգ էինք, որ սոխը մաքրում էի, կտրատում էի, մեկ էլ գար սիրասում էր, սկսեմ, օգնեմ քեզ, դնում էր թավան, յուղը բան դնում էի, մեկ էլ ինքը դնում էր արագ, ես մաքրում կտրտում էինք, լցնում էր իրար վրա շատ անգամ, մեր հավես է քեզ այդ խոհանոցում ֆռամ։ Այդ
Գալիս են գնում են կուլտուրայի տունը, այդ մշակույթի տունը։ Մի երկու անգամ հանդիպեցինք, հետո զգաց, որ առանցին չի կարող։ Ինչքան էլ հրաժարվեցի, ինչքան էլ մերժումներ եղան, բայց չգիտեմ։ Ռուբեն, ջան, եկել եմ առևտուր անելու։ Լավ ես։ Ինչ ունես իմ համար։ Ինչա պետք։ Միրգ, Դե- բանջարեղեն։ Նուր ունես, լավ նուր։ Հա։ Դվայնո եմ դրել, որ ամբողջ Շնորհակալ եմ շատ։ Ստեսություն Ռուբեն ջան։ Հաջող։ Կրունգ ջան, գարուն է, կրունգ ջան, գարուն